Անկեղծ ասած, իմ խոսքը ուզում եմ սկսել երեք հնչած մի տխրահռչակ հայտարարությունից, որը վերաբերում էր մասնավորապես այն գյումրեցիներին, իբրև թե այն գյումրեցիներին, ովքեր Արցախը համարել են այնպիսի տարածք, որտեղ իրենց համար ծառայել եղել է խնդրահարույց եւ դրա համար գումարներ են վճարել Արցախում չծառայելու համար։ Հիմա տեսեք, այն, որ ԿՊԱ-կան թեկնածուն Գյումրի ընտրություններում հանդես եկող դասական Փաշինյանական էր, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չէր։ Բայց ես ուզում եմ, որ շատ հստակ մենք արձանագրենք, որ Արցախը եւ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունը շատ-շատերիս համար եղել է մշտապես հպարտություն եւ շատ-շատերս մեր ծառայությունը Արցախի պաշտպանության բանակում տարել ենք պատվով եւ այսօր էլ այդ ամենը, այդ հիշողությունները դաջված են մեր բոլորի սրտում։ Ես ինքս առաջին իմ մուտքը Արցախի պաշտպանության բանակում ունեցել եմ 2006 թվականին, երբ որ ծառայության եմ նախանցել Հայկազովում տեղակայված ուսումնական զորամասում, այնուհետև 1.5 տարի իմ ծառայությունը տարել եմ Մադաղիսի եւ Թալիշի հատվածում եւ այդ երկու տարիները ինչպես իմ, այնպես էլ մեր շատ ընկերների, հայրենակիցների համար եղել է մեր կյանքի, մեր կենսագրության լավագույն ժամանակները, ոչ միայն նրա համար, որ մենք մեր ծառայությունը մեր հայրենիքին կամ մեր հայրենիքի Արցախյան հատվածում համարել ենք հպարտություն, այլ այն, որ մենք հնարավորություն ենք ունեցել մեր ծառայությունը ունենալ հատկապես Արցախում։ Ես նաև ուզում եմ նշել, որ ինքս ճանաչում եմ շատ գյումրեցիների պարտադիր ժամկետային ծառայողի կարգավիճակով, պայմանագրայինի կարգավիճակով, սպաների կարգավիճակով, որոնք այսօր էլ, նրանցի շատերը այսօր էլ ծառայում են զինված ուժերում եւ մշտապես հպարտացել են իրենց կենսագրական այն հատվածով, որոնք իրենց ծառայությունը կրել են Արցախի պաշտպանության բանակում։ Ես կարծում եմ, որ երեք տեղի ունեցած Գյումրի ու թեկնածուների այդ բանավեճում ըստ էության ԿՊ ներկայացնող թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից նաև պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների այն բոլոր մեղսակցության համար, հայրենիքի հանձնումից մինչև Հայաստանի անվտանգությունը ըստ էության թշնամիներին վաճառելու այդ հարցից եւ դրանով ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար։ Սա մեկ։ Երկրորդը չենք կարող մենք որևէ ձևով շրջանցել եւ չանդրադառնալ այն բոլոր այլանդակություններին, որոնք տեղ ունեցան հատկապես երեք Գյումրիում։ Իհարկե տարբեր process-ներ, տարբեր տեխնացուների նկատմամբ ճնշումների, հետապնդումների բավականին ծանր նաև քարոզչության միջոցով մենք տեսել ենք այս վերջին 2 ամիսների ընթացքում, սակայն այն ինչ որ տեղ ունեցավ երեք Գյումրիում ըստ էության իր անոնսը ստացել էր դեռևս չորեքշաբթի օրը խորհրդանում կառավարության այդ հարց ու պատասխանի ժամանակ, եւ քաղաքական իշխող մեծամասնության ղեկավարը խորհրդանի ամբիոնից ըստ էության հանձնարարություն իջեցրեց իրավապահ համակարգին գործելու իր պատկերացումների շրջանակներում, իսկ դրա հիմքում ոչ թե օրենքն է, ոչ թե սահմանադրությունն է, այլ իշխող ուժի առաջնահերթությունները, որոնք արտահայտվում են ձերբակալությունների, ճնշումների, քարոզչական բավականին անթույլատրելի միջոցների կիրառման միջոցով եւ երեք մեր գործընկեր նաեւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի նկատմամբ իրականացված է եւ մեծ առումով Մարտուն Գրիգորյանին նկատմամբ առհասարակ այս օրերին իրականացող այս ողջ process-ը իմ նկարագրած իրադարձությունների շրջանակներում է ցանկացած
հատված, ցանկացած դետալային առումով վերցրած, ըստ էության ցույց է տալիս, որ իշխանությունը իր համար նպատակ է դրել ամեն գնով վերցնելու Գյումրիում իշխանությունը եւ այդ ճանապարհին որևէ բանի առաջ չի կանգնելու։ Ես չեմ կարող նաեւ չհիշատակել նաեւ երեք տեղ ունեցած մեկ այլ միջադեպ նաեւ Պեկալ Տեխնացու Կարեն Սիմոնյանի եւ նրա շտաբի նկատմամբ, օրեր առաջ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քնչական տարբեր տարօրինակ զանգերի միջոցով եւ այլն, այնպես որ իշխանությունը Գյումրիում գործում է ճիշտ այնպես, ինչպես իր քաղաքական նկարագիրն ու հետագիծն է եւ ամեն ինչ անելու է բոլոր այդ թվում անթույլատրելի միջոցներով Գյումրիում ունենալ իշխանություն։